Սա կարևոր արձանագրում է եւ հիմա իհարկե առիթը ճանապարհներն են, բայց ես ուզում եմ, որ մենք սա ընդհանրապես այդ թեմաներով բանի չքմեղանալու որևէ առիթ ոչ միայն չկա, այլև ընդհակառակը մենք պետք է այս ակտիվ կերպով մարդկանց ներկայացնենք, թե ինչ է կատարվում, որովհետև ես համոզված եմ Երևանի աշակերտների մի զգալի մասը, որ 6, 7, 8, 9, 10, 11, 20, 30 կիլոմետր ամեն օր կտրում է, գնում է դպրոց, հետա գալիս։ Ոչ մեկ չի բողոքում դրանից։ Բայց ասում են, չէ, բանի, գյուղի երեխեքին, բահեք ցեխերի մեջ։ Ոչ, չի, մեր երեխեքը ոնց որ Երևանի էլիտար երեխաները, այնպես էլ մեր գյուղի երեխաները ասֆալտապատ ճանապարհներով պետքա գնան թոփ մակարդակի դպրոց, պետքա ստանան թոփ մակարդակի կրթություն եւ տրանսպորտին էլ կանդրադառնանք, այո, որովհետեւ այդտեղ նորմալ չեմ ուզում ասեմ թոփ մակարդակի, որովհետև թոփ մակարդակի տրանսպորտը որն է, այսինքն նոր, բայց այնտեղ ուրիշ գաղափարներ էլ կա, որ մենք ծնողներից է եկել այդ առաջարկը, որ գուցե այլ մեխանիզմներ դնենք, որ ծնողները կարան իրանք այդ հարցը լուծեն մեր աջակցությամբ, բայց դա առանձին թեմա է, դեռ որևէ բան չեմ ուզում ասեմ։ Բայց հիմա մենք արձանագրենք, թե մենք հիմա ինչ ենք ֆինանսավորում։ Ավտոմոբիլային ճանապարհ Հարագածոտնի մարզում Գետափի դպրոց գնացող 0.2 կիլոմետր ճանապարհի հատված, Վերին Սասնաշենի հիմնական դպրոց գնացող 1.6 կիլոմետր հատված, Գեղարքունիքի մարզում Ծափաթաղի դպրոց գնացող 0.8 կիլոմետրանոց հատված, Լոռու մարզի Աթանի հիմնական դպրոց գնացող 0.4 կիլոմետրանոց հատված, դեպի էլի Լոռու մարզում Շամուտի հիմնական դպրոց գնացող 0.7 կիլոմետրանոց հատված, Լոռու մարզում Բազումի թիվ 21 հիմնական դպրոց գնացող 1.2 կիլոմետր հատված, Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոց գնացող 285 երևի վրիպակա, հա, կիլոմետրա գրած, մետր հատվածի հիմնանորոգում եւ Տավուշի մարզի Լուսաձորի կրթահամալիր գնացող 1.5 կիլոմետր հատվածի միջին նորոգում եւ 700 մետր հատվածի հիմնանորոգում։ Հիմա հաջորդը սրանք նախագծային նախագիծն ենք պատվիրում հիմա թվարկվածները եւ արդեն մրցույթների փուլում են Լոռու մարզի Ամրակիցի դպրոց գնացող 1 կիլոմետր հատվածը եւ Լոռու մարզի Բովաձորի դպրոց գնացող 416 մետր հատվածը։ Սրանք դպրոցների մասով կան դիտարկումներ, համեցեք Տիկին Անդրես։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Ես կուզեի նաև ընդգծել, որ այն ինչի մասին մենք խոսում ենք, նաև տեղի է ունենում արդեն այսօր եւ ծնողների նախաձեռնությամբ, օրինակ մենք կապսում բացեցինք նորակառույց դպրոց եւ եթե այսօր գնանք եւ տեսնենք թե որ բնակավայրերի երեխաներն են սովորում կապսի դպրոցում, կտեսնենք, որ հարակից բնակավայրերից էլ ծնողները հաշվի առնելով ձևավորված նոր պայմանները իրենց իսկ միջոցներով այսօր փորձում են այդ հարցը լուծել եւ երեխաներին տալ հնարավորություն այդ դպրոցներում ընդգրկվելու։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ առաջարկվող համալիր մոտեցմամբ, որովհետեւ այլ բան քան մենք անում ենք դա հնարավոր չի կոչել, ձևավորելով դպրոցական նոր միջավայր, աշխատելով եւ ապահովելով նոր ճանապարհներ եւ ապահովելով նաեւ տրանսպորտային պատշաճ տեղափոխումը, մենք ըստ էության յուրաքանչյուր բնակավայրում, յուրաքանչյուր տանը ապրող մարդուն տալիս ենք հնարավորություն իր երեխայի համար այդ կրթության հասանելիությունը ապահովել։ Ու սա շատ կարեւոր փաստարկ է, պարոն վարչապետ, որտեւ կարծում եմ ձևավորված խոսույթը ամբողջությամբ կեղծ է եւ մենք ուղղակի պիտի շատ չուզենք չտեսնելու, որ տարիներ շարունակ մարդիկ բնակավայրերից տեղափոխվել են, որպեսզի իրենց երեխաների համար այդ կրթությունը ապահովեն։ Մեր տասնյակ գյուղեր դատարկվում են, որովհետև երբ որ մարդկանց դատարկվել են արդեն։ Այո, երբ որ գալիս է երեխային դպրոց տանելու ժամանակը,
Բազմաթիվ են ընտանիքները, որ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան գնա լավ դպրոց, իրենց ընկալմամբ եւ պատկերացմամբ։ Եվ հիմա կառավարությունը ասում է կարիք չկա փոխելու բնակության վայրը։ Ապրեք այնտեղ, որտեղ ապրում եք, եւ ձեր երեխան կգնա լավ դպրոց։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ կառավարությունը ստանձնել է եւ մենք մեծ հաջողությամբ համատեղ գործընկերների հետ իրականացնում ենք 100-ից ավել դպրոցներում արդեն այդ պայմանները ձևավորված են, մյուսներում էլ աշխատանքները ամփոփման փուլում են ու կարծում եմ երևի ավելի շատ կոմունիկացիայի խնդիր ունենք այս ուղերձները ու այս տեղեկատվությունը տեղ հասցնելու, բայց սա գյուղերը զարգացնելու եւ ոչ թե հակառակի մասին է։